Ես Նիլ Դոնալդ Ուոլշի գիրքը լսելուց, որ լսել եմ Բիսեդիս Բոգում, հա։ Սես մի հատ ակնթարթ եկավ մոտս, ես հասկացա, որ այդ նույն բանը իմ հետ պիտի տեղի ունենա։ Հնարավոր չի, ես պիտի որովհետև շատ բաներ չէի տեղավորցնում։ Ուղեղս լսում էր, բայց չէր հավատում։ Հավատալը որն ասում էր այախպերես ինչեր ես լսում, մի հատ նորմալ երաժշտություն դիր մինչև հասնենք գործի տեղը։ Լուրջ եմ ասում, ժողովուրդ, տենց էլ ասում էր։ Էգոս հենց տենց էլ ասում էր։ Տարասպեր մի հատ դմփշխկերից դիր, տենց ռիթմիկ երաժշտություններ եմ լսել ես ամբողջ կյանքս։ Մի հատ ռիթմիկ մոդեռն բան է, թելքինգ, մելքինգ, այդպես մի բան դիր, մի հատ CC Cage, Missy Cage։ Մինչև հասնենք, ես ինչեր ես լսում։ Այդտենց կռիվ եմ արել ես իմ հետ, ժողովուրդ։ Ու ես կարացել եմ հաղթահարեմ այդ ամեն ինչը։ Ու մի օր մի հատ պահ եկե իմ մոտ ու սենց ես հենց այդ օրը առավոտը արթնացել եմ ու հասկացել եմ, որ ամեն ինչու մի ձև է։ Ես այդ օրվանից 3 օր սենց մարմնովս մեկ մուրաշկեքի մեջ եմ եղել։ Ես չէի հասկանում ում հետ կիսվեմ, ում հետ խոսամ, ինչ խոսամ։ Հետո մեկ էլ տենց պայտակ, որ ընկերությունից բան գալիս էին մոտս գործից տեղը, կամ մեկը զանգում էր, ես հասկանում էի, որ ինչ ասեմ ես մարդու։ Ինչից խոսամ ես մարդու հետ։ Հասկանում եք ինչ եմ ասում, ժողովուրդ։ Եթե չեք հասկանում, կհասկանաք, ոչինչ, ես գիտեմ, որ բոլորդ էլ այդ սիրուն զարթոնքը ապրելու եք։ Այդ օրը գալու է, բայց այդ օրը գալու համար ձեզ գիտելիքներ են պետք դրա համար։ Ձեր ենթագիտակցությունը պիտի պատրաստվի դրան։ Հիմա ես դες դրան եմ տանում, որպեսզի ձեր ենթագիտակցությունը գաղափար ունենա դրա մասին։ Եթե ինքը գաղափար չունեցավ, այդ իր համար անծանոթ բան է ու ինքը կվախենա դրանից, թույլ չի տա, որ բարձրյալը իր միջոցով սկսի քո մեջ մտնել ու խոսալ։ Այսինքն մտնել չէ, ինքը արդեն ընդեղ է, այդ ճանապարհը գտնի։ Հիմա ես ձեզ տանում եմ այդ ճանապարհը։ Այդ օրը գալու է բոլորիդ մոտ, շատ հնարավոր է հենց առավոտ ձեզանից յուրաքանչյուրը արթնանա ու անգամսկի չուզենայել այս խումբ մտնի, ուղղակի զանգի ձեռս ասի Վահան ջան, շնորհակալ եմ քեզ եղբայր։ Կաներես, բայց ես էլ խումբ չեմ մտնի, ես всё ամեն ինչը հասկացա։ Ու այդ ժամանակը, որ մարդը հասկանում է, որ ինքը չի հիվանդանալու, որ ինքը ինչ սիտուացիայի մեջ էլ ընկնի, ինչ հանգամանքի մեջ էլ ընկնի, իր հետ ոչ մի բան չի լինելու։ Անկամ եթե ինքը մահանալու է, դա նոր կյանքի սկիզբ է։ Հասկանում եք ժողովուրդ։ Այդքան եկեղեցի եք գնացել, մի հատ Տեր այսքան բանը ձեզ ասել է, ու այսքան մանրամասն ասել է, վախից բացի ձեզ ինչ են տվել։ Վախից բացի ձեզ նաև տվել են թշնամություն։ Թշնամություն։ Ում հանդեպ։ Մուսուլմանների։ Իրանք սատանաներ են։ Մուսուլմանները սատանաներ չեն, ժողովուրդ, մուսուլմաններն էլ ձերպես մարդիկ են, իսլամիստները, հինդուիստները, այդ կրոնին պատկանող մարդիկ, ձերպես մարդիկ են, իրանք էլ ձերպես երկու ձեռ ունեն, մի գլուխ, ոտք, թև։ Ես հիմի բոլոր կրոնները, համարյա բոլոր, այդպես չասեմ ֆուլ բոլոր, բայց համարյա բոլոր կրոնները ուսումնասիրում եմ, լսում եմ, կարդում եմ։ Ու այդ բոլոր կրոնների միակ բազան, միակ արմատը, միակ հիմքը, որ ասում են, էն է, որ մենք բոլորս Աստծո մի հատ մասնիկներ ենք ու մենք սիրո պտուղ ենք։ Սիրո պտուղ, ժողովուրդ, սիրո պտուղ։ Մենք, մեր երեխեքը, մեր տատերը, մեր նախնիները, այս երկրագունդը հենց սիրո պտուղ է։ Երկրագնդից հետո չկա բան, դժոխք, չկա դրախտ, այդ ամեն ինչը ստեղ է։ Այդ հստեղից հետո ուր կեթակ, նորից հետ կգաք, չեք գա, այդ արդեն դուք ընդեղ ձեր կուտակած փորձերի հիման վրա կհասկանաք, կգաք թե չեք գա, կամ վաբշե, կուզենաք վերածնվեք թե չէ։ Այս ամեն ինչին ճիշտ է մի քիչ երկար ստացվավ, բայց ես ուրախ եմ, որ սոտոքի ստացվավ, շուտ բանից էի ուզում խոսայի,
ու հաստատ տեղադրելու եմ Facebook, որ բոլորը նայեն, լսեն այդ ամեն ինչ։ Ժողովուրդ, այն ինչ որ մեզ ձեզ սովորացրել են տարիներ, տարիներ էլ չէ, դարեր ի վեր սովորացրել են մարդկությանը, այս ամեն ինչը լրիվ ուրիշ բան,